Քիշնևում կայացած կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Նոան ոչ ոքի 1-1 հաշվով խաղաց Զիմբրուի հետ։ Հանդիպման ընթացքում զիջելով Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը վերջնամասում կարողացավ վերականգնել հավասարությունը։ Հանդիպման մեկնարկից Նոան փորձեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել։ Արդեն 4-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրայի փոխանցումից հետո Մարիո Գոնսալեսը կարող էր վտանգավոր պաս ստեղծել, սակայն պաշտպանները խանգարեցին նրան գլխով հարվածել եւ դարպասապահը տիրեց գնդակին։ 9-րդ րոպեին Ֆերեյրան ինքն իր վրա վերցրեց խաղը, սակայն նրա հարվածից հետո դարպասապահը կրկին վստահ խաղաց։ Առաջին կեսում խաղի տեմպը բարձր չէր։ Ամենավտանգավոր պահը ստեղծվեց 34-րդ րոպեին։ Գոնսալեսը մեն-մենակ մնաց դարպասապահի հետ, սակայն նրա հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ։ Երբ թվում էր, թե առաջին խաղակեսն ավարտվելու է առանց գոլերի, 43-րդ րոպեին Զիմբրուն օգտագործեց իր հնարավորությունը։ Ստեֆան Բիտկան դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը 1-0։ Երկրորդ խաղակեսի սկզբում տանտերերը եւս մեկ անգամ մոտ էին հաջողությանը։ 55-րդ րոպեին Վիկտոր Շտինայի վտանգավոր հարվածից հետո Դանիել Ֆիգեյրան փրկեց Նոային։ Հայաստանի գավաթակիրը երկրորդ խաղակեսում շարունակեց գնալ պատասխան գոլի հետևից։ 60-րդ րոպեին Ֆերեյրայի հեռահար հարվածը կրկին հետ մղեց դարպասապահը։ 67-րդ րոպեին արդեն Տակուտո Օշիմայի հարվածից հետո դարպասապահը հերթական անգամ փրկեց իր թիմին։ Ժամանակն անցնում էր, իսկ երևանյան ակումբը շարունակում էր ճնշումը։ 88-րդ րոպեին հյուրերն այնուամենայնիվ կարողացան խփել պատասխան գոլը։ Մավելյանի անկյունայինից կատարած փոխանցումից հետո Վալենտին Կոստակեն գլխի դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը 1-1։ Մրցավարը հիմնական ժամանակին ավելացրեց 6 րոպե, սակայն այդ ընթացքում գոլեր այլևս չգրանցվեցին։ Ինձ համար լավ խաղեր, լավ սկսեցինք, շատ պահեր ունեինք, բայց այդքան էլ արդյունավետ չիրացրինք դրանք։ Արեցինք այն, ինչ ասել էր մարզիչը, խաղը հաղթելու համար ներդրեցինք ամեն ինչ։ Վստահ եմ, եթե այսպես շարունակենք Երևանում, կհաղթենք ու կշարժվենք առաջ։ Երկար դադարից հետո առաջին խաղս էր, ուրախ եմ, որ մտա դաշտ ու օգնեցի թիմին։ Անկեղծ ասած, հենց դրա համար էլ մեզ վճարում են։ Իմ կարծիքով թիմը շատ լավ խաղաց։ Գրոյի վերջին հատվածում պետք է մի փոքր ավելի վստահ լինենք։ Կարող եմ ասել, որ սա մրցաշրջանի կլասիկ առաջին հանդիպումն էր։ Մենք գիտեինք, որ Զիմբրուն լավ թիմ է։ Տեխնիկապես շատ սխալներ թույլ տվեցինք, բայց կարծում եմ, որ ընդհանուր վերահսկում էինք խաղը։ Հաշիվը բացելու 100%-անոց շանս ունեինք, սակայն դրա փոխարեն մի քանի րոպե անց սխալ թույլ տվեցինք եւ տանտերերը գոլ խփեցին։ Բարեբախտաբար կարողացանք խաղը ոչ ոքի ավարտել։ Նոան մրցաշրջանի առաջին խաղում Քիշնևից վերադառնում է ոչ ոքի արդյունքով եւ դիմակայության ելքը կվճռվի Հայաստանում կայանալիք պատասխան խաղում։